Բարև ձեզ։ Այսօր Talks with Lucy podcast-ի հյուրն է Գագիկ Կարապետյանը, ակադեմիկ, բժիշկ, ֆիզիոթերապևտ եւ ինչու ոչ գրող։ Մնացեք ինձ հետ, որ բացահայտեք շատ բժշկական գաղտնիքներ։ Գագիկ Կարապետյան, գիտությունների դոկտոր, ակադեմիկոս, բժիշկ, թերապևտ, մարզիչ եւ այլ բազում պաշտոններ, գրող, ինչու՞ չէ ոչ։ Գագիկ ջան, շնորհակալ եմ, որ ինձ հյուրընկալեցիք, շատ շնորհակալություն, նաեւ շատ հպարտալի հանգամանք է, որ դուք այժմ տեղափոխվել եք եւ բնակվում եք ԱՄՆ-ում, որովհետեւ բազմաթիվ պացիենտներ հպարտ են հիմա ձեզ տեսնել, երևի անգամ շատերը չգիտեն, որ այստեղ եք։ Ուրախ կլինեն, սկսենք նրանից, որ ինչպես տեղափոխվեցիք ԱՄՆ եւ արդյոք տեղափոխվեցիք, թե դա ժամանակավոր է։ Ասեմ, որ արդեն գիտեմ, որ ես այստեղ եմ, չգիտեն չէ, որովհետեւ ես երբ որ վերադարձա, անմիջապես դուք գիտեք Սարգի Մուրադյանին, երջանկության ասունքները, ինքը շատ բան է հայության համար ու երկեր է լավ գրել ու հաղորդումներ է վարում։ Հենց առաջինը ես մուտք գործեցի Ամերիկա, ինքը առաջինը զանգեց ինձ։ Ասեց ուզում եմ որ առաջինը, քանի որ եկել եք, իմ հյուրը լինեք։ Հետո Նունե Ավետիսյանը բարև ծրագրի իմ շատ մտերիմն է, զանգի ասին Նունե ջան, ինձանից չնեղանաս։ Ես ասեցի Սարգի մոտ պետք է գնամ, Նունեն ասեց չէ, Սարգին շատ թարգալից մարդ է, խնդրում եմ, դու գնաս Սարգի մոտ սկզբում։ Երբ որ Սարգի մոտ մտա, հաղորդում արեցինք ու պարզվեց, որ մոտավորապես մի 3000 մարդ մոտ Ամերիկայի Միացյալ Նահանգներից եկել են Երևան իմ մոտ բուժվելու։ Եվ իմ վերադառնալն է, այսպես էմիգրացիոն այդ պահը կինս green card չահեց։ Դու green card եք։ Կարինեն green card չահեց ու չգիտենք տարակուսանքի մեջ էին կանք, չկանք եւ այլն։ Իսկ ում որոշումներ green card խաղարկությանը մասնակցել։ Green card խաղարկությունը ուրեմն այսպես եղավ, ուրեմն ես մտա Ամերիկայի Միացյալ Նահանգների բանը Տեսպանատուն։ Տեսպանատանը ինձ մերժեցին ու ես այնտեղ սկանդալ սարքեցի։ Հետո եկան համավտիկ եկան ուրեմն ինձ այդպես security-ներով այդպես դուրս անեցին ինձ ու մեկներ ճանաչում էր ասում դոկտոր ջան ամոթ է ամեն ինչ նկարվում է բանման մի բան արեք անպատվեք մարդկանց։ Հետո էլ եկա տղայիս այդ գարիտուն որտեղ կարանել է այնտեղ կինսել է այնտեղ ու սկսեցի բողոքել այդ գարին, որովհետև այդ գարին է ամերիկյան այդպես կազմակերպություններում է աշխատել համաշխարհային բանկում, ասի ինչ է կանում, ասեցի մարդիկ մտնում են, ասեցի բոլորին մեջում եք բան, ասեցի այդ կանել փող է տվել եւ այլն էս բան։ Գումարզգոտ հետ վերադարձրեք։ Պապ ասեցան հեսա, ասեց բան green card-ի ժամանակն արից էզի green card գցեմ, կինս կատեգորիկ հրաժարվեց։ Ասեց ինձ պետք չի ոչ green card, ես ոչ ճանապարհություն եմ ուզում, ոչ բան եմ ուզում, ոչ են նկար ուներ ինքը, այդպես մի նկար կտավ գցեց, շահեց ինքը։ Հենց ինքը շահեց ու չի հենց ինքը շահեց ու չգիտեն կանք չկանք, այդ ովքեր դոկումենտացիան էին պատրաստում, ասեցին, որ հնարավոր է, որ դուք չանցնեք, որտեղ այնտեղ նկարը հանել են, դուք սկանդալ եք այնտեղ սարքել։ Ու այդպես եկանք, որ չենք անցնելու, մտանք կարային, ինձ ասեցին, քեզ գիտեն կանգնես քո։ Կարայինը դուք եք շահեց, ես այդ դիզերուցենք, զրուցեցին, հետո իջավ կոնսուլը ներքև, կարային իսենց պատվով բան արեցին, ճանապարհեցին մեզ, հիմա նստել ենք մեքենան, ինձ ասում են ինչ պետք է գնանք։ Ես չգիտեմ, 6 ամիս ունենք, կմտածենք։ Եվ ընդամենը 6 ամիս։ Ու վերջում է չենք ուզում արդեն գայինք, բան տղաս եկավ։ Ասեց Տոմսեր եմ ասեց ձեզ համար առե, Եվրոպա գնաց այդ կան ման եկել, գնացեք Ամերիկա, մի հատ ման եկեք, տեսեք ձեզ դուրս կգա, ինչ կգա, այդ ձեր տունը կա, ամեն ինչ կա, չեք ուզում ետարեք, բայց Ամերիկան մի հատ գնացեք ման եկեք, տեսեք։ Ու մենք մի պարուսակով եկանք որպես տուրիստ չէ այդ մտքով։ Եկանք այն մտքով, որ ասենք այդ պետք է վապանք ու սկսեցինք մանկալ։ Նախ մոտակայքի տարածքներում, ասենք եղանք Սան Ֆրանցիսկո եւ այլն ման եկանք։ Հետո այդտեղից թռանք գնացինք Վաշինգտոն, Նյու Յորք։ Հետո գնացինք բանը տեսանք այդ ջրվեժը, տեսանք այդ Նիագարայի։ Եկանք բանը այդ մի ուրիշ քաղաք եւ այլն, այդպես ման եկանք ու եկանք, հետո որոշեցինք գնանք հանգստանալու, գնացինք Կանկուն։ Հետո ետ վերադարձանք ու
անմիջապես այդ իմ հեռուստացույցային ելույթից հետո սկսեցին մեծ քանակությամբ զանգեր։ Զանգերը որ սկսվեցին, ես միտեղ առանձնացրեցի ինձ համար ու սկսեցի աշխատել։ Սկսել աշխատել, թե Ամերիկայում սկսել աշխատել նշանակում է դու մտնում ես, ասենք, մի հոսքի մեջ, երբ որ դու աշխատում ես, հետո ավելի թեթևանում ես, որովհետև էմիգրացիան ինքը շատ ծանր հոգեբանական եւ ֆիզիկական ուժեր են պահանջում եւ դու ուրիշ բազկերի եւ կարգերի մեջ ես արդեն մտնում ու շատ բաներ չգիտես, խորհուրդ տվողները քիչ են, վախեցնողները շատ են, այսպես սկսում ես աշխատել եւ այլն, հետո ինքս որոշեցի, որ վիճակը օրինականացնեմ, բացեց Գագիկ Կարապետյան թերապի սենտր, բացեցի, որովհետեւ ասենք ես հանգիստ լինեմ, որովհետեւ ամեն մարդ կողքից վախեցնում էր ինձ։ Մի խոսքով սկսեցի աշխատել ու ոնց որ ես Հայաստանում արդեն լինեմ, որովհետեւ իմ մոտ գալիս են մարդիկ, որոնք ինձ ճանաչում են եւ իմ մոտ եկել են բուժվելու։ Եվ Facebook-յան կռիվներ է տեղ ունենում, ինչու թողեցիր մեզ եկար, այստեղից մարդիկ ասում են այդքան ձեզ է բուժե, հիմա եկել է թող մեզ բուժե, ինչ եք ուզում ես մարդուց, ու այսպես այդ կռիվները մինչև այսօր շարունակվում են, մինչև այսօր այնտեղ ժողովուրդը ինձ պահանջում է իդ, այս մեր ժողովուրդն է ասում է չէ, մնացեք այստեղ աշխատեք, այդպես մնացինք ու ինչու համար ճիշտն ասած ասենք այդպես հասկացանք որ մնանք կինս սրտին օպա ունեցավ եւ տեղափոխեցին հիվանդանոց, այնտեղ օպանար դարեցին, սիրտը բացեցին ու այդպես ոնց որ ինքը մնաց սկողության տակ ու մենք որոշեցինք որ տեսնենք ինչ կլինի։ Այսինքն այնպեսի դեպքեր, այնպեսի ընթացք ունեցան, որ մենք իրադարձությունները նաեւ ստիպեցին, որ ասենք ես մնամ այստեղ ու մնացի, աշխատեցի Գագիկ ջան, կխնդրեմ նշեք երբ եք տեղափոխվել ԱՄՆ, որովհետև վերջի 4 տարիների ընթացքում մեր ազգակիցները բավականաչափ տեղափոխվեցին, միգրացիայի ենթարկվեցին ԱՄՆ եւ միգուցե դա էր պատճառը, որ դուք հեշտ ադապտացվեցիք, որովհետև մի պացիենտների կեսը արդեն այստեղ էին գտնվում։ Այո, ես ապրիլի 17-ին կլրանա, որ 9 տարի այստեղ եմ։ Բավականաչափ։ Հա, 9 տարի այստեղ եմ ու ես աստիճանաբար ասենք ինչու համար իմ տեղը սկսեցի հաստատելու գտնել, որովհետև գիտեք ինչ, ասենք ճանաչված մարդու համար շատ դժվար է տեղափոխությունը։ Դու քո քաղաքում ես, դու քո երկրում ես, մեծ ճանաչում ունես, եւ դա ասենք տեղափոխությունը քեզ համար ասեն նշանակում է, որ դու պետք է նորից գաս ու ապացուցես քո ասենք ով լինելը։ Այո, գործը անունը։ Հայրս ասում է տղա ջան Սուդը արյուձը ասում է, որ երկրի վանտակներում տանես գցես իրան ճանաչում են։ Այսինքն այսպես է, եթե էմիգրացվել ես, դու եկել ես, ասենք, այստեղ եւ դու մի բան գիտես, ուրեմն կարող ես այստեղ հարստանալ։ Եթե մի բան լավ գիտես, կարող ես հարստանալ այստեղ։ Քեզ հնարավորություն է տալիս, ազատ երկիր է, քեզ ճիշտ է վարկերով է տալիս այդ փողերը, բայց եթե դու խելացի ես, կարող ես ճիշտ օգտագործել, եթե ֆինանսական ընկեր ունես, որ քո ֆինանսներով ես զբաղվում, դա ավելի քեզ հեշտացնում է քո աշխատանքը, հետո մեկը պետք է լինի, որ ասենք ինչպես ձեր կազմակերպությունն է, ճիշտ մարդկանց բերի տնի նույն ուղղության վրա, որ իրանք կարողանան ճիշտ շարժվել ու ճիշտ, օրինակ ես մարդիկ գիտեմ այստեղ, որ 20 տարի, 25 տարի այստեղ են իրանք, ապրում են, աշխատում են, չունեն իրավունք, որտեղ մի սխալ թույլ են տվել, եւ այդ սխալի պատճառով իրանք չեն կարողանում իրենց փաստաթղթերը կարգավորել այդ green card ունենալ եւ այլն քաղաքացի դառնալ եւ այլն եւ այլն։ Եվ երբ որ ոչ մի խախտում չես անում, փորձում ես ինտեգրվել։ Ու այդ ինտեգրվելը գիտեք ինչ բան է։ Ես շատ հարգում եմ ու գնահատում եմ այն մարդկանց, որոնք որ գալիս են արագ ինտեգրվում են, սովորում են լեզուն, ամենակարևորը, ես օրինակ հիմա
շատ ամաչում եմ, որ ասենք վատ եմ տիրապետում անգլերեն լեզվին։ Արագ Եվորկյանը կոմպոզիտոր եկել են ինձ տեսնելու, ասում է հայերեն չգիտենաս, ես գլենդելում կշփոթվես ասում։ Դե որովհետև նախ դժվար է, եթե գլենդելում ես բնակվում, արդեն ամեն ինչ հայերեն է։ Երկրորդն էլ տարիքն էլ հաշվի առնելով ամեն դեպքում շատ ողջունելի է, որ անգամ այդքան տարի անց, այդքան ճանաչ մարդ լինելով, բժիշկ լինելով տեղափոխվել եք եւ ամեն ինչ փորձել եք 0-ից սկսել եւ ձեր հարցազրույցներից մեկում կարդացել եմ, որ ասում եք, եթե մի բան մարդը սիրով է անում ու դուք ձեր գործը շատ սիրում եք, անհնար է չհաջողվի։ Մինչեւ հիմա այդ կարծիքին եք։ Այո։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես բոլոր գործերի հիմքում ընկած է աշխատասիրությունը եւ առաջինը սերը եւ հետո աշխատասիրությունը։ Եթե դու այդ գործը սիրում ես եւ սիրով ես անում, այսինքն իմ գործի մեջ չես կարող դու սիրով չանել ու հարկալից չլինել, հոգեբանական մոտեցումներ 10 մարդկանց, ճիշտ չգուշակես նրա դիագնոստիկան, ճիշտ մոտեցում ցույց չբերես, մի խոսքով բազմակողմանի մոտեցումներ պետք է ունենաս տարբեր մարդիկ, օրինակ մարդիկ մեկին նման չեն, ասենք, ինչպես նույն ծառն են, նույն տերևները տարբեր են, ոչ մի ծառի մի տերևը մյուսին նման չէ, այնպես էլ մարդիկ ոչ մեկը, ասենք, մեկին նման չեն եւ յուրաքանչյուրին ինդիվիդուալ առանձնագի մոտեցում է պետք առանձնագի, ոգեման այդ մարդը վերջի հիվանդ է եւ եկել է քեզ հետ իմել ու դու պետք է հասկանաս, որ որոշ զիջումներ, որոշ բաներ, ոչ մի բանի մեջ չի կարելի կոնֆլիկտի մեջ մտնել, իրեն հակառակ ապացուցել, ուղղակի պետք է դու քո գործով իրեն տանես, ինչպես սիրո մեջ շատ պետք չի ասել քեզ սիրում եմ, այլ պետք է գործով գնալ ապացուցել, որ դու արդյոք այն մարդն ես, որ ասենք չես ասում, բայց հասկանում են մարդիկ, թե դու ինչ ճանապարհով ես գնում եւ այդ ճանապարհի վրա դու դասեր ես տալիս մյուսներին, որոնք շրջապատում են քեզ, որոնք քեզ հետևում են։ Որովհետեւ ես միշտ ասեմ, ցես ճանաչումը մի քիչ ասեցիք ճանաչումը ինքը շատ դժվար բան է։ Ճանաչվելը դա այսպես միանշանակ չէ։ Տակ առնելն է մարդուն։ Հասկանում ես, եթե դու ասենք 1000 գործ ես անում, մեկտեղ սխալում ես, թե չէ, այդ մի սխալի վրա սկսում են խոսել։ Ասում եք, բայց ինչքան անխիղճ եք դուք էլի, բա չեք ասում են 1000-ը, բայց մեկը, ասենք ոնց կլինի, էլի, դու ինչքան ուժեղ լինես, ինչքան կատարելագործվես, ինչքան ուզենաս, որ դու առաջինը լինես, հա, դու Քրիստոսը չես կարող լինել։ Այսինքն կարող ես դու վերաբումներ թույլ տալ, այսինքն վերաբումների համար ասենք մարդիկ ասենք կարող են սարքել իրանց այդ բաները, բայց դե գլուխս կախ ես միշտ իմ գործս եմ անում։ Ես եթե ասենք ինձ նեղացնում է մի բան, ես մի լավ գիտական հոդված եմ գրում, ասենք կարևոր մի հատ ժուրնալի մեջ, մի լավ բանաստեղծություն եմ գրում, որտեղ բանաստեղծությունները կարդում են տարբեր ռադիոներով, տարբեր արտիստներ։ Իմիջայլոց ասեմ, որ իմ գիրքը հույզերի խաչմերուկը վերջին լույս տեսավ, դա գեղարվեստական այսպես գիրք է եւ այդ գրքի 80%-ը դուք կարող եք բանում ինտերնետում, ասենք գտնել, նայել ու ճանաչված արտիստների միջոցով այդ բաները կարդան, լսեք ու դրանցից երկուսը ոսկե ֆոնդում են ազգային ռադիոյի դժոխքը եւ Գուգոն, այսպես կոչված մեկը մեր ժողովրդական արտիստ Վալոդիա Աբաջանն է կարտում դժոխքը երկրաշարժին է նվիրված որ այդ 88 թվականի երկրաշարժին եւ Գուգոն, որը ասենք կարտում է մեր խոշոր էլի արվեստագետներից մեկը լավ կարտածող, որը մայրիկ կինոն է նաեւ կարտում Արտավազդ Եղոյանը։ Այնպես որ ասենք իսկ այդ մանաստեղծական ասենք այդ գործը երբ որ Ստամբուլում տպվեց իմ սեր եւ խռով գիրքը առաջին, այն անմիջապես տպագորվեց եւ Ստամբուլից տեղափոխեցին Հայաստան, անմիջապես վաճառվեց ու այդ ժամանական ընթացքում նույնիսկ մեքենաների մեջ ռադիոներով ամենտեղ ասենք իմ բանաստեղծություններն էին լսում, այդ բանաստեղծության վրա մի 10-15 երկեր կան, որոնք Արդեն երկեն դարձել։ Քանքիկ ջան, ամեն դեպքում եկեք բացահայտենք կոնկրետ ֆիզիոթերապիայի միջոցով ինչ բուժումներ կարող եք տրամադրել, առհասարակ
ինչքան կարևոր է ճիշտ բուժում նշանակելը, որովհետև կարդացել եմ ձեր գրքերից մեկում, որ շատ անգամ մարդիկ գանգատվում են մեկ ցավից, որ ընդհանրապես չեն կապում կարողա ողնաշարի հետ կամ մեկ այլ մի բանի հետ, որը կարող է հիմքը հանդիսանա այդ գանգատի, բայց պարզվում է ձեզ մոտ բուժվելուց հետո կամ ուղղակի հետազոտություն անցնելուց հետո մեկ այլ հիվանդություն է դա ի հայտ գալիս եւ ինչքան կարեւոր է մարդու կյանքում այդ ալտերնատիվ բուժման միջոցները, նույն դուք Թիբեթում եք եղել, մի փոքր կուզենայի մանրամասնեիք։ Լատիներենով columna vertebralis նշանակում է ողնասյուն։ Սյուն, այսինքն դա մարդուսյունն է, որից կապված է մարդու առողջությունը։ Եթե դու ունես ճկուն ողնաշար, լավ ողնաշար, ուրեմն դու առողջ ես եւ երկարակյաց ես։ Իմ հիմնական գործը, որ ես անում եմ, աշխատում իմ մեթոդիկան է։ Իմ մեթոդներով են աշխատում իմ աշակերտները բոլոր։ Իմ անունով բացվեց ակադեմիկոս Գագիկ Կարապետյանի դասարան եւ 25-30 հոգի ավարտում էին։ Ես հանձնաժողովի նախագահն էի, երբ որ ասենք ես եկա Ամերիկայի մայրցանակներ, լրիվ թողեց իմ տղայիս իրենք էլ բժիշկ Ռաֆայելին, ու ինքը աշխատեց մինչև այդ մինչև ինքն էլ կտեղափոխվեր Ամերիկայի մայրցանակներ։ Հիմա ասելիքս այն է, որ այն հիվանդությունները, որով գալիս են իմ մոտ, դրանք կոդկասրբանային ռադիկուլիտն է, ողնաշարային տարբեր տեսակի դիսկոգեն խախտումներն են, դրանք հոդացավերն են, դրանք գլխացավերն են, դրանք ցավերն են, որոնք որ ընդհանրապես իրենք փնջի տեսք ունեն։ Այսինքն մի հիվանդություն չէ, որ մարդու մոտ միանգամից գալիս է, հիվանդությունները գալիս են փնջի տեսքով, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բոլոր մարդիկ, որոնք գալիս են, համարյա բոլորը, ովքեր մանավանդ ստեղծվել մեծացել են, ունեն դեպրեսիոն դասի այս կամ այն տեսակի հիվանդություն։ Իսկ դա ինչից է եկել։ Դեպրեսիան ինքը ապրելակերպից ստեղծված համակարգից եւ ասենք իրեն օգտագործող սնունդից որ համատարած ասենք այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եթե տեսում են սնվում բավականին մեծ պրոբլեմատիկայով են գալիս համարյա բոլորը կոգորտի եւ ստամոքսի պրոբլեմ ունեն։ Այսինքն դուք եք կարծում, որ ԱՄՆ-ում ամեն դեպքում դրսի սնունդը միանշանակ ոչ առողջարար է։ Այո, ճարողջարար է։ Գիտեք ինչ որ մենք խոսում ենք, ինչ որ մենք ասում ենք, մենք չենք կարող միանշանակության ընթացք տալ, որովհետև կան, ասենք, բացառություններ կան նաև եւ ընդհանրապես բոլոր տեսակի բացառություններ։ Գիտական ասպարեզում է մարդիկ, եթե ինչ-որ մի գիտական հետազոտություն են կատարում, ասենք, մարդու մարմնով, այդ գիտական հետազոտությունը ունի պլյուս-մինուս սխալներ։ Եվ այդ սխալներն է, որ հասնում է, ասենք, միտեղ այդ հետազոտությունը, որտեղ բացում է այլ հետազոտություն, որտեղ այլ պահանջներ, այլ բաներ են մտցնում αυτήν հետազոտությունների մեջ եւ այսպես անverջ մարդու օրգանիզմը հետազոտում են, բայց ասենք չեն կարողանում վերջնական ասենք ինքը գտնել այդ հետազոտության ասենք գաղափարները, մոդեցումները, որովհետեւ մարդիկ շատ տարբեր են, իրենց ապրելակերպը շատ տարբեր է, իրենց առողջական ասենք առողջության մասին իրենց պատկերացումները շատ տարբեր է։ Այն մոդ ասում են, որ մարդը ձեր մոտ է գալիս, ձեր մոտ նաև շկոլա է սովորում են։ Այսինքն ես նաև բուժելուց բացի նաև սովորեցնում եմ ես իրան ապրելու կարգն ու բարգը, թե ինչպես կարող է ինքը առաջ գնալ, ինչպես կարող է ինքը աշխատանքի մեջ դրսևորել իրան այնպես, որ ինքը կարողանա ճիշտ շարժումներ կատարի։ Այնպես ինքը դրսևորի այնպիսի կուլտուրա իր շարժուծերի մեջ եւ իրեն առողջությունը պահպանելու համար, որ կարողանա շարժումը կյանքը շարժում, ասենք այդ հիմքը պահպանել, որ ինքը հասկանալ, որ ինքը պետք է շարժվի։ Մարդը ինքը շատ լոդր է։ Հասկանում ես ինքը դու ոչ մեկը չվիրավորվի, ասենք տեսեք, ես ասենք հանձնարարություններ եմ տալիս մարդկանց գալիս եմ մարդը ինձ մոտ, ես հանձնարարություններ եմ տալիս, ասում այս բանները պետք է ասեք, եւ ես արդեն իմ կյանքի փորձից գիտեմ, որ ես հույս ունեմ, որ ինքը 10-ից 20% պետք է անի այդ ամեն ինչը, որ եթե 20% անի, ինձ հերիք է, որպես ես կարողանամ այդ վիճակից իրան դուրս բերել։ Այսինքն ինքը չի անելու։ Ինչի համար մարդը գալիս է, ես ասենք մգանին ձեռք եմ տալիս,
Գախնիկ եմ ասում ձեզ։ Այդ հետաքրքիր է, լսենք։ Տալիս ես ասենք մարդուն գանին մարմին ցերկ եմ տալիս, տեսնում եմ ինքը չի արել այդ գործը։ Այդ չեմ ասում, ինչի չեք անում։ Ասում գիտեք ինչ, եթե այդ վարժություններն անեք, շատ լավ արդյունքներ կունենաք։ Հա, ճիշտ է անում եք, բայց մի քիչ ավելի լավ պետք է նայեք։ Մոդեցումը այլ կերպ եմ անում, որտեղ տեսնում եմ, որ ինքը ոչ մի բան չի անում։ Ու ջղայնանալով բանուր չի գա։ Բույսերը չի խմում, ասենք ես նաև տալիս եմ պրինցիպալություն, որ ավելի նման մակրում է, ասենք մարդու օրգանիզմը չի անում, բայց եթե իմ մեթոդիկայով, որ ես ասենք հնարել եմ, ամբողջ տարածում է ստացի ամբողջ աշխարհում եք, ասենք եթե մանրակրկիտ արվի ամեն ինչ, ապա ասենք եթե դուք այդ ամեն ինչը անեք, ասենք Պոլոսյանցից սկզբից մինչև վերջ, ձեզ նման առողջ մարդ չի լինի, ասենք Գլենդելում կամ Ցերաբրած քաղաքում։ Դա ինքը շատ հզոր մեթոդ է։ Ադամ Իսահակյանը գիտեք ինչ էր ասում, ասում էր ակադեմիկոս Սախարովը ստեղծել է մի մահացուցիչ զենք, որով մարդկանց վերացնում է։ Ակադեմիկոս Գագիկ Կարապետյանը ստեղծել է մի մեթոդ, որով փրկում ոտքի անում ու մարդուն քայլել է տալիս։ Հա Այսպես բաներ կան, որոնք որ ասենք քո ինչու եմ ես հանգիստ խոսում այդ բաների մասին, որովհետև ասում եմ իմ թիկունքին կանգնած են ասենք հազարավոր, միգուցե միլիոնավոր մարդիկ, որոնք որ ասենք ինձ ուժ են տալիս, ինձ համար մոմեր են վառում, ինձ համար աղոթքներ են անում, եւ ես ասենք վստահ եմ զգում եւ հաղորդումների եւ ամեն ինչի ժամանակ, որովհետեւ ասենք ես իմ ուղղության վրա եմ եւ իմ ուղղության վրա աշխատում եմ անել իմ գործը սիրով եւ անել իմ գործը այնպես բարձր մակարդակով, որպեսզի մարդիկ խոսեն իմ մասին։ Գագիկ ջան, կա տարիք, որ կարծում եք պարտադիր է արդեն այդ տարիքից բարձր կանայք թե նաև տղամարդիկ, որ պետք է հաճախեն բժիշկի ինչ-որ հետազոտություններ անցնեն, որովհետև ցանկացած դեպքում խնդրեմ ունեն, անհնար է չունենան, օրինակ, հա, տենց տարիքային սանդղակ։ Հիվանդության համար ճիշտ ասած տարիք գոյություն չունի։ Ցանկացած տարիքի մարդիկ հայտնվում են, ասենք, իրենք հիվանդությունը այսպես սխալների հետևանքով է տեղի ունենում եւ իր սխալներից սկսում է այդ հիվանդությունը։ Հիվանդությամբ ասենք հայտնվում են, ասենք, իմ մոտ, բայց իհարկե ասենք ինչքան տարիքը պարզանում է, յուրաքանչյուր ասենք տեսեք սենսիտիվ քրիտիկ պերիոդներ գոյություն ունեն մարդու տարիքային գրադացիաների մեջ, երբ ամեն 9 տարին մեկ մարդը կանգնում է փոփոխությունների առաջ։ Յուրաքանչյուր 9 տարին մեկ ինքը փոփոխում է, այսպես պրիմիտիվ օրինակ բերեմ, ասենք ինքը խնձոր չէ սիրում, ասենք 9 տարին անցնելուց հետո մտնում է ուրիշ փուլ, սկսում է խնձոր ուտել։ Զարմանում են մյուսները։ Ասենք կոպիտ օրինակ եմ բերում, կյանքի այդ փոփոխություններ է կրում ինքը։ Մարդը ինքը նա ակսելերացիոն է լրիվ այդ շրջանի ժամանակ ինքը տարբեր փուլերով ծերանում է։ Ինքը ծնվում է, ծերությունը սկսում է ծնված օրվանից ու գնում, վերջանում է։ Ինքը մի հատ հետաքրքիր մեխանիզմով է ծնվել, ինչպես ամբողջ բնությունը եւ ամբողջ տեսարական աշխարհը, ինքը ստեղծվել է մի բանով՝ կա սկիզբ եւ կա վերջ։ Այսինքն, եթե ինքը ծնվել է, ապա ինքը մահանալու է։ Այս սկզբունքով է։ Հիմա, եթե ասենք, որ ինքը գնում է դեպի մահ մարդը, չէ՞։ Ինքը գլորվում է ժամանակը։ Այդ գլորման ժամանակ դու պետք է կարողանաս այդ գլորումը կանխել, դու տնելով առողջության համար տարբեր բաներ, իսկ դա բավականին մեծ կուլտուրա է պահանջում, մարդուց պահանջում է շատ գրագիտություն, լավ կրթություն, իրեն մարմինը ճանաչելու արվեստ, իմիջիալոց իմ վերջին գիրքը կոչվում է մարմնավարության արվեստ, որը մեծ ճանաչում կտավ տարածվեց մարմինը վարելու արվեստ։ Այսինքն ես պետք է ճանաչեմ, որ վարեմ։ Եթե քեզ մեքենային տվե, եթե դու մեքենան չես ճանաչում, ինչպես պետք է վարես։ Այսինքն դու պետք է ինքդ քեզ ճանաչես, որ կարողանաս վարել։ Եվ ես բացատրում եմ մարդուն, որ ինքը ամենակարևորն է այս երկրի վրա։ Ինքը որպես միկրոկոսմոս, ամբողջ կոսմոսից ստացած ինֆորմացիա, ինքը միկրոկոսմոս է։ Եվ ինքը այդ ինֆորմացիան ստանալով երկրից կրակների միջոցով ինքը իրան դրսևորում է, ասենք, այդ
հասարակության մեջ։ Կա տարիք, որ կարծում եք, որ պարտադիր ինչ-որ հետազոտություններ պետք է անցնեն, թե ոչ։ Այո։ Հիմա այսպեսի ժողովուրդը մի բան ասում, եթե ասում է 50 տարեկանը դասնում եմ մենք կողմ եւ դու արթնանում ես ու տեսնում ես ոչ մեկ տեղը չի ցավում, ուրեմն դու մեռած ես։ Այսինքն այսպեսին է։ Ցավերը ինքը կամած գալիս են տարիքի հետ։ Տարիքի հետ այդ ցավերը ցավ կոչված է ինքը այնպեսի պատահական չէ։ Ինքը վտանգավոր չէ։ Իան պետք է նայել, որպես ուսուտ չինես նայում։ Այսինքն եթե դու խելացի ես, այդ ազդագը, այդ ցավը քեզ պետք է հասկացնի թե ինչի համար է դա։ Եվ ում պետք է դիմես դրա համար։ Այ եթե դու այդ ցավը կարող ես վերածել ուժի, էներգիայի, առողջության։ Այսինքն գիտենալով, ճանաչելով, հասկանալով թե ինչ է կատարում, այդ ցավը բոլորը պետք է ունենան։ Այդ ցավը եթե ինքը ասենք լիրիկայի մեջ ասենք մտնենք ու էմոցիայի մեջ մտնենք, հա, չկա այնպիսի մի մարդ, որը ինքը ցավ չի պատճառում եւ ինքը իրեն չի ցավացնում։ Եթե մեկը մտածում է, որ մի սպիտակ ասպետ ծիու վրա նստած պետք է կա եւ իրեն չնեղացնի, ինքը չարաչար սխալվում է, որովհետեւ մարդը ինքը նեղացնում է եւ ինքը նույնիսկ իրեն նեղացնում է։ Դա էմոցիոնալ տեսակետից։ Իսկ ասենք ցավի տեսակետից, երբ ասենք ֆիզիկական ցավ է, մարդը պետք է ասենք տեր կանգնի իրեն։ Շատ դեպքում որն է 90%-ով մարդը երբ ասենք հիվանդանում է, սպասում է մինչև ծայրահեղ վիճակ է ասնում։ Այո։ Թևերից բռնած բերում են մոտս, ասեմ դու քանի ինստիտուտ եք ավարտել։ Բայ 2, ասեմ բայ 2 ինստիտուտ եք ավարտել, ձեր թևերից բռնած բերում են իմ մոտ, ասում եմ։ Բա դուք չեք կարող շուտ կայք, որովհետև ձեզ զգուշացրել է, չէ՞, ցավը։ Ձեզ մի քանի անգամ բանը դուք փորձել եք, ասում եք, դե լավ, կանցնի։ Չի անցնի, կբաստանա։ Կդառնա քրոնիկ։ Դու պետք է գաս, պետք է դիմես։ Դա մալ եմ ասում։ Կուլտուրա է, մարդը իրեն ճանաչելը եւ առաջ անցնելը, քայլ անելը իրեն համար։ Պատասխանատու է, ինքը պետք է հասկանա, որ ինքը ամենակարևորն է։ Եվ իր մարմնին սիրելը։ Ինքը, այո, ինքը ամենակարևորն է, որովհետև ես բացատրում եմ մարդուն, մարդը ասենք իր երեխային բերում է, ասում է, դոկտոր ջան, ես ճանտամ, երեխիս նայ, ասում եմ, չի երեխեդ քո կյանքն ունի, դու էլ քո կյանքն ունես, էլի, ինչու համար ասենք դու ճանտամն է բասկական բառը, չի նշանակում է դժոխք։ Չգիտեի։ Բայց ինչու դու դժոխք։ Մի խոսքով էսպես մարդկանց բացատրում եմ, որ դու կարևոր ես, որ քո տեղը ոչ մեկը չի կարող առողջանալ։ Դու չես կարող գնալ խանութից ինչքան փող ունենաս, փող տաս առողջություն ունենաս։ Առողջության համար դու պետք է չարժարվես, դու պետք է շարժվես, դու պետք է լավ բժիշկ ունենաս, որը եւ շատ դժվար է ամբողջ աշխարհում։ Այո։ Լավ բժիշկ գտնելը ինքը մարդը կարող ամբողջ կյանքի ընթացքում չունենա։ Ու չկարողանա գտնել այն բժիշկին, որը ասենք իրան կարող է կառուցողական մոդեցություն ցույց տալ իրեն օրգանիզմին, որ բազմակողմանի հասկանա հոգեբանությունը, հասկանա ֆիզիկական ցավերը, հասկանա այդ մարդու ժառանգական, ասենք տրված իրան այդ բոլոր տեսակի, ասենք միլիոն տարի առաջ մեկ մարդը գալիս ասում է, ախր այս աղջիկս ոնց է սկոլոզ, ծուր է ողնաշայ։ Մեր ազգի մեջ չկա այդպեսի մարդ, ասում եմ միլիոն տարի առաջ մեկը կա։ Ձեր որ համիրան է նման, համ ասենք այդպեսի ողնաշայ ծուր է։ Այնպես որ գենետիկան շատ հերվից կարող մի բան է, որը շատ դեպքերում շատ անբացատրելի է։ Շատ դեպքերում շատ բարդ է, շատ դեպքերում անլուծելի է նաև։ Իհարկե։ Եվ եթե դուք փնտրում եք անհատական մոտեցում, լավ բժիշկ, անպայման մեր ոդքասթի ներքևում կդնեմ Գագիկ Կարապետյանի ինֆորմացիան, բայց սա դեռ ավարտը չի, ես բազմաթիվ հարցեր ունեմ։ Օրինակ, գիտեմ, որ 2 տարի առաջ ստացել եք մրցանակ լավագույն բժիշկ հանդիսանալու համար, մի քիչ կպատմեք այդ մասին։ Հա, Ջորջ Չիլինգարովի մրցանակի մասին եք խոսում, ինձ մոտեցավ Մարատ Հայրաբեջյանը, ինքը կուլտուրայի այդ բանով է զբաղվում ամբողջ Գլենդելում, ասաց երևի Ջորջ Չիլինգարովը քեզ եմ անկալիս, ասի ինչ կա, ասում է ինքը, ասում է մի հատ գտեք հայ, որը բազմակողմանի ունեցել է հաջողություններ տարբեր բնակավարներում։ Հա, այդպես ծանոթացանք, խոսեցինք բան, ինքը որոշեց մրցանակը ինձ հանձնել, մրցանակը հանձնեց։ Հա, ցավոք սրտի այդ հանձնելուց հետո մի տարի ու կես հետո ինքը մահացավ, որտեղ 95 տարեկան էր, 94 տարեկանում հանձնեց ինձ, հա, մի հատ ուրեմն սրահի միջազգային սրահի մրցանակ է դա,
ու շատ հազվագյուտ մարդկանց է տրվում դա ու տրված մարդկանց երևի ես կասեի տրված ու շատ այդպես ինչ ասեմ, այնպես չի որ ասենք ես մրցանակներ չունեի, ասենք գիտական աշճաններ կոչումներ չունեի, բոլորը ունեմ ես, բայց ասենք ինքը շատ նշանավոր է այն բանով, որ ինքը տալիս է այն մարդուն, որը տարբեր բնակավարներում ունեցել է ինքը հաջողություն եւ իրան ճանաչել են, ասենք եղել է ասենք մանկավարության բնակարար, ունեցել է հաջողություններ եւ ասենք ճանաչողություն մտել է գրականության ասպարեզ ունեցել ու եղել է ճանաչում մտել է բժշկության ասպարեզ ունեցել է ինքը հաջողություններ միջազգային ասպարեզում միշտ այդ բոլոր հաջողությունները եւ այդ ամեն ինչի գնահատանքը իհարկե հաճելի է որ մարդուն գնահատում են բայց որ չեն գնահատում գլուխդ կախ կողոցը պետք է անես ուրիշ տարբերակ չունես միանշանակ 2016 թվականին նշել եք որ ԱՄՆ երբևիցե չեք տեղափոխվի դե ստացվեց որ տեղափոխվեցիք, ստացվեց այն ինչ ստացվեց, այս 9 տարիների ընթացքում երբևիցե եղել է ժամանակ որ փոշմանեք, որ տեղափոխվել եք ԱՄՆ կամ մտածեիք որ սխալ քայլ կատարեցիք։ Գիտեք, հակասություններ այո լինում են։ Ես ասք թեստում մի անգամ ուրեմն գրելուց ասեցի այս բոլոր կաշառակեր եւ անկուշտ Պրեզիդենտները կգնան, բայց հայրենիքը կմնա, հայրենիքի սերը կմնա, իմ նմանները չեն հեռանա երկրից։ Ճիշտ այդպիսի բան գրել եմ, ես այդպիսի բան ասել եմ, բայց ասենք այնպես է ստացվել, որ ասենք ես եկել եմ այստեղ ու գիտեք ինչ, ես համարում եմ, որ այս երկրակունդը միակն է Եվ յուրաքանչյուր մարդ, ասենք ինքը իրավունք ունի, ոչ թե ավտարանում եմ ես աշխարհի մարդ եմ, ես որ երկիրերով գնացել եմ, շատ երկիրներ եմ գնացել, շատ երկրում աշխատել եմ, շատ տարբեր ազգությունների մարդկանց եմ բուժել, շատ այսպես ես ինքս աշխարհի մարդ եմ։ Հիմա ասենք ապրել եմ այդքան ժամանակ այնտեղ 60 տարի, հիմա մի քիչ էլ կապրեմ այստեղ, չուզեցի կգնամ Ֆրանսիայում կապրեմ։ Հասկանում եք, այսինքն ես կարծում եմ, որ մարդը ասենք պետք է իր ուժերը փորձի տարբեր բնակավարներում։ Ասենք հիմա ինչու են մարդիկ բոլորը էմիգրացիան տեղափոխվում են Ամերիկա, ուզում են ուժեղ երկրում ապրեն։ Այո։ Ուզում են օրենքի երկրում ապրեն։ Ուզում են հիմա տեսեք, հիմա ինչքան արվեստագետներ կան, ինչքան լավ մասնագետներ կան, բոլորին հանդիպում ես այստեղ։ Ու մեկ էլ ասենք քո մեջ ասենք մի բան է առաջանում, որ ախր ինչի համար էլի։ Եթե ասենք միշտ ես ասում եմ, եթե ասենք այս Գլենդել, այս Լոս Անջելեսի մեջ հայերը այսպես աշխատեն, ինչպես Հայաստանում աշխատեն, մենք կունենանք ծաղկուն երկիր։ Ես հայերին, տեսեք, ես շատ ինֆորմացիա եմ տիրապետում, որովհետև ճիշտը 4 պատի միջից ինչ չեն թողնում, ես դուրս կամ 4 պատի մեջ եմ, բայց ես այնքան եմ մարդկանց հետ զրուցում, այնքան եմ շփվում մարդկանց հետ, հետո մարդիկ այնքան են կիսվում իրենց խնդիրներով ինձ հետ, այնքան ուղղություններ են ուզում, հոգեբանական եւ ասենք օգնություն են, ասենք կրաճարգում, հետո ես էլ շատ բաներ ասենք մարդը որ տանջվում է, ասեմ գիտեք ինչ գնացեք, ասենք լուսինեից մոտ, այս ուղղությունն է տալու համար։ Ես ինչի մոտ ճանաչելով ասենք բոլորին, ասենք իրան ճիշտ ուղղության վրա եմ տնում, պրոֆեսիոնալ մոտեցում, ոչ թե ասենք զրուցեմ, ասեմ գիտեք այսպես արեք, այնպես արեք, չէ։ Պետք է դնել ճիշտ ճանապարհի վրա, որովհետեւ մարդը, գիտեք ինչ, մարդը օդարության մեջ է։ Այո։ Եթե ինքը օդարության մեջ է, ինքը շփոթված է մի քիչ։ Արդեն Եթե ինքը շփոթված է, նաև ինքը վիրավորված է, նաև ինքը վիրավորված է եկել Հայաստանից։ Ինչ որ մի բան իրեն չի հագեցրել, չի կառավարվել, որ ինքը հայտնվել է այստեղ։ Հասկանում եք, պետք է կարողանալ այդ մարդուն օգնություն ցույց տալ, ոչ թե ասենք այդ մարդուն սխալ ուղղություն ցույց տալ, այդ մարդուն վախեցնել, որ այստեղ շատ հաճախ արվում է, էլի։ Կարծես թե ասենք եթե մարդը գալիս է, քո տեղն է բռնում։ Եկել ես, ասենք, գալիս ես, ասենք դու քեզ համար դասեւ որ դու առանձին ուժ ես, առանձին դասեւորման դեպքեր ունես, եկել ես, հիմա դու ինչու ես նրան համեմատում քեզ հետ։ Միանշանակ եւ Լենուբոլ երկիր է, բոլորի տեղը կա, ամեն մարդ իր տեղը ունի։ Ով ուզում է թող գա, ով ուզում է թող գնա, ով ուզում է թող գա, լավ ապրի։ Ինչու մեր հայը պետք է լավ ապրի։ Ես միշտ ասել եմ, ինքը իրեն ընտունակություններով, ինքը իրեն այդ ամեն ինչով պետք է կարողանա իրեն լավ դասավորել։
ազնիվ աշխատել, լավ աշխատել, որտեղ մեկը մեկիս հետ կապված, ասենք, պատիվ ենք բերում, չէ՞։ Այո։ Հա, հիմա մարդիկ ասենք, որ գնում են, ասենք, տարբեր գիտական կոնֆերանսներում բանում, աշխարհի տարբեր ուժերները եւ հավաքում են, ինձ հրավիրում են, գնում եմ ես, դե մաստեր կլասներ եմ անում, բան եմ անում, պատիվ է, չէ՞, հայերին, դե հայտնում է, որ հայ է, մարդը հայ է։ Հասկանում եք։ Ու ես ասենք, պատիվ եմ բերում, չէ՞, ու ես մտածում եմ, որ անընդհատ պետք է զարգացնենք այդ բանը, անպայման պետք է կրթվենք, զարգացնենք։ Այն մարդը, օրինակ ես ասենք հիմա չիմացող մարդուց եմ սովորում։ Բոլոր տարիքներում կարելի է սովորել, բոլոր տարիքներում կարելի է, ինչպես ասենք, չէ, մի տարիք կա, որ ասենք եւ ասենք չէին ֆուտբոլ խաղում, ասում են մեծ է տարիքով, կամ 26-եր ասում են ինստիտուտ ոնց էլ սովորի։ Ամոթ էր այն ժամանակ։ Բայց հետո այստեղ գալիս են մարդը 50-60 տարեկան հասակում, մտնում է, ասենք ինստիտուտ սովորում է, իր դիպլոմն առնում է, կարողանում իր մասնագիտությամբ աշխատել, կամ իրեն մասնագիտություն հաստատել։ Կամ նոր մասնագիտություն աշխատել։ Հիմա տեսեք բանը, ես որ քաղաքացի էի դառնում, գիշեր-ցերեկ անընդհատ այդ հեռուստացույցով դրած միացած նայում էի անգիրեի անուպան, ասում էի չգնամ անկած էլի, բան անեմ, այնտեղ ամոթով չլինեմ, հարցերին կարողանամ պատասխանել, պատմությունն է մի 100 հարց է եւ մի 300 հարց է, այնպես կողքերից, բարաբես որ կարողանաս պատվով անես, գնում ես դառնում ես քաղաքացի, տեսնում ես որ մարդիկ շարքը կանգնած բան ուրախանում են։ Ինչի համար են ուրախանում։ Հասկանում եք։ Ասենք օրինակի համար, ասենք բոլոր аэропортներում որտեղ գնում են, ոնց բռնում էին։ Իմ անուն ազգանունով ծննդյան օրվա մեջ մի ռեցիդիվիստ մարդ կա, որը հայ ասենք։ Ինձ բռնում էին հատած, որտեղ գնում են, եկե գալիս էին, հենց տեսնում էին բանին։ Գագիկ Կարապետյանը։ Գագիկ Կարապետյան։ Վերցնում են ոնցի տանում էին, այնտեղ նստածն ու բան, հետո ասում են sorry։ Հա, ասում հետո բռնում եք, էլի մարդկանց հետ են, բան, ոնցի բռնում եք։ Տանում եք, անընդհատ այնցի տանում էին այդպես։ Ինգեներսը ծիծաղում էին, ասենք որ գնում ենք ինգեներով մի տեղ ենք գնում բան, կինս ասում է այսպես հանգիստ գնում եք, դուք չգիտեք ձեր գլխի գալիքը, մեկը գալիս ինձ բռնում են, սկսում են սաղ ծիծաղել։ Ծիծաղում են, որովհետև բաց են թողնելու, ես ասենք ոչ մի բան չեմ արել, ասենք, բայց դա հաճ է էլի։ Բայց երբ ասենք ես քաղաքացի դարձա, ես առանց մտքով եմ գնում եւ ասենք ինձ ոչ մեկը չի կանգնեցնում, որտեվ արդեն ստուգված մարդ ես դու համարվում էլի։ Հա ու դու դե լավ է որ օգտագործում ես, չէ՞, արդեն նպատանում ես այդ բանը։ Շատ լավ ես քեզ զգում, միանշանակ այդ անձնագրի ուժը արտասահմանում Եվրոպայում շատ ուժեղ զգում ես, թե ինչքան ուժեղ է ամենազգագիրը։ Որտեվ ինքը տեր է կանգնում իր մարդուն, էլի հայն էլ ուզում է որ ասենք ինքն էլ ուժեղ պետություն ունենա, երբ Հայաստանն ասեն այդ բանը ցույց տան, ասենք բոլորը հիանան, բոլորը բանան են, չգիտեմ, շատ կարևոր բան է, շատ անելիքներ ունենք, շատ աշխարհով մեկ տարածված ենք ու պետք է sense շատ բաներ անենք մեկի համար, որովհետեւ մեր երկիրը մենք տեսեք ես Մոսկվայում երբ սովորում էի ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում սովորում էի մի ընկեր ունեի, Հաբիբ, ինքը մայրը հայ էր, հայրը ասորի էր։ Անտարդ Ասորիստանից էր խոսում։ Քանի տարի անց է, չէ՞, Ասորստանը այլևս չկա, գոյություն չունի, ինքը Ասորստանի մասին էր խոսում։ Եվ անհայրենիք էր, ես հասկանում եմ, որ այդ բանը իրեն տանջում է։ Հիմա մեր վախերը նրանում է, որ մենք մեր հայրենիքը մենք ուզում ենք միշտ իրեն տեղում մնա։ Հետո ինչ որ հեռու ենք։ Մենք ապրում ենք այդ ապրումներով այնտեղի Հայաստանի եւ մենք ուզում ենք մենք կայուն ուժեղ հայրենիք ունենանք, հետևում կանգնած։ Հասկացա՞ք, որ մեկը չկա, ասենք բողոքի, մեկը չկա, ասի այ գնացինք ձեր երկիրը, այսպես արեցին, այ գնացինք ձեր երկիրը, այ այսպեսի լավ ընդունելություն արեցին մեզ։ Վերջը, ամեն ինչ անում ենք դրա համար, այդպես ենք ծնվել, ճիշտ է, մարդ ենք։ Աստծո ստեղծած մարդիկ են բոլոր աշխարհի մարդիկ, անկախ իրանց գույնից, անկախ իրանց տեսքից, բոլորը մարդ են ու ստեղծված են ու իրանց մարմնակազմությունը բոլորին նույնն է։ Այդ արարիչը, որը ստեղծել է, բոլորին ստեղծել է նույն սիստեմայի վրա, որովհետև ես կարող եմ ասենք եւ տեխնամորտին բուժել, եւ սերամորտին բուժել, եւ բոլորին, որոնք որ ստեղծել արարիչը եւ ստեղծել այդ մեխանիզմով իրեն։ Սա է որ մենք պետք է կարողանանք պահպանել յուրաքանչյուրս մեզ համար, յուրաքանչյուրս մեղքը չգցելով մյուսի վրա։ Յուրաքանչյուրս մենք ինքներս պատասխան տալով մեր արարքների համար եւ մեր գործունեության համար։ Որ մեկ օրով լինեիք ԱՄՆ նախագահ, ինչ կփոխեիք։ Կամ ինչ կանեիք։ Շատ դժվար հարց է, բայց ես մշտապես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իրեն գործը պետք է անի։
Յուրաքանչյուր մարդ ես պրեզիդենտ չեմ կարող լինել։ Ես երբեք չեմ եղել պրեզիդենտ, բայց ում էլ որ նշանակում են ինքը պրեզիդենտ չի եղել, պետք է սովորի։ Եկ վարչապետ պետք է նշանակեն քեզ, դու վարչապետ չես եղել երբեք կյանքում, դու պետք է սովորես, հասկանաս, այդ շկոլան պետք է անցած լինես։ Այդ շկոլան, որ ես անցած լինեի, իհարկե կկարողանա այդ մասնագիտության գծով ասել, որ այո, ես կարողանամ ասենք ես ցեխից անել, կոպիտ ասած, բայց յուրաքանչյուր մարդ ինքը պետք է մտածի ու հասկանա ինքը ինչ կարող է անել։ Եվ ինչը որ ինքը ներ մասնագիտության գծով է անում, ինքը պետք է այդ գործին նվիրվել։ Աստծուն մոտենալու համար դու պետք է քո մասնագիտությանը լավ տիրապետես։ Հիմա տեսեք, ես որ կարդում եի բնագիրը բանի Նյուտոնի։ Նյուտոնը ասում է մարմինը շարժվում է ուղղացիկ հավասարաչափ եւ եթե Աստված կամենում է ու ինքը բոլոր իր Նյուտոնի օրենքները ստեղծելուց բոլոր Աստծո անունն է տալիս։ Այսինքն եթե ինքը կամենում է, այդ բանը կկատարվի։ Հասկանում եք։ Հիմա մասնագիտության մեջ դու պետք է գնաս դեպի պրոֆեսիոնալիզմը, երբ որ դու պրոֆեսիոնալիզմի ես գնում, դու շատ մեծ գործ ես անում եւ մոտենում ես իրեն։ Մոտենում ես իրեն, դու քո արածդ գործերով։ Այո։ Եթե ինքը վերևից չի կամենում, դու ճանաչված չես լինի։ Եթե չի կամենում քեզի, քո տիգունքին կանգնած չեն, դու չես կարողանա իրագործել այդ ամեն ինչը։ Դա կապված է նրանից, թե գենիդ մեջ ինչ է նստած, ուր ես ճանապարհորդում, ինչ գործողություններ ես արել, չար եւ բարու։ Չէ՞ մարդը ծնվում է, այսպեսի մի, ասենք, թեորիա կա, 50-50-ի վրա է ծնվում մարդը, ասենք, չարն ու բարին, ու ինքը դեֆորմացիայի ենթարկում իր աքսելերացիայի ճանապարհին։ Այսինքն բարին հաղթում է, չարը գալիս է, տոկոսով մնում է, դուք բարի մարդեք բնում, այդպեսին չկա, չար մարդեք բնում, այդպեսին չկա։ Մելանխոլիկ մարդեք ուզում, չկա, սանգվինիկ չկա, դրանք բոլորը խառնված են մեկը մյուսի հետ։ Խառնված են մեկը մյուսի հետ, որովհետև չի կարող, ասենք, ինքը մի օրինակ ու մի ձևի մնա, ինքը փոփոխություններ ենթարկում, մանավանդ ինքը ժամանակ է անցնում, ինքը տարածության մեջ փոխվում է մարդը, ժամանակի տարածության մեջ փոփոխություններ է կրում։ Այն մարդին, որ հանդիպել ես դու 20 տարեկան հասակում, 50-ում այլ մարդ է։ Հասկանում ես, ասում, բա չես հիշում 20 տարեկան, այ 20 տարեկան էր ինքը ժամանակ, բայց հիմա 50 է։ Ինքը ճանապարհ է արդեն անց է, արդեն գիտակցությունը իրեն փոխվել է, մակարդակը փոխվել է, կրթությունը փոխվել է։ Հիմա ուրիշ մարդու դեմ արդեն ես կանգնում 60-ում, արդեն 70-ում իմաստնության հետ կոզ ունես, արդեն դժվար է։ Այ օրինակ տեսեք Facebook-ի մեջ ասենք այդ բաներում, որ տեսնում եմ, մեկ էլ մի մարդու մասին է խոսում, որը ինքը իրանից բան չի ներկայացնում այդ խոսողը։ Ավետիք Իսահակյանին ասում են, թե գիտեք, վարպետ, մեկը ձեր մասին վատ է խոսում։ Ասում մի հատ հետաքրքրվեք, տեսեք, ես իրան ինչ լավություն եմ արել։ Հասկանում եք, տեսեք ինչն է պատճառը։ Հասկանում եք, պատճառն այն, պատճառ գոյություն չունի, պատճառն այն է, որ մարդը չարակամ է, մարդը ինքը իրեն պետք է դասիրակի, կարգավորի ինքը իրեն։ Հասկանում եք, որ ինքը չար չլինի։ Երբ որ մի հատ հայ շահում է խոշոր կումաներ, ուրախացիր, հբարդացիր, որ ինքը շահել է, ոչ թե բան արա։ Խանդիր ու ասենք վատ զգա, քեզ որ ասենք վայ, ոնց է շահել։ Այս բոլորը շահին այդ մարդը չշահես։ Ասենք կան մարդիկ, պետք է փոփոխել։ Եկեք մաղթենք մեր ազգին, որ լինեն միասնական, բարի, կամեցող եւ ինձ թվում է անգամ արտերկրում, ոչ Հայաստանում մենք կարողանանք ունենալ գեղեցիկ եւ հզոր Հայաստան։ Բարին շատ լավ ասեցիք։ Այդ բարությունը եթե սիրո հետ է սենց սերմանվում ու ասում է գնում է առաջ, ապա միասնությունը նոր լինում է։ Միասնությունը շատ բարդ բան է։ Հիմա եթե մենք ասենք տարբեր թեմաների շուրջ խոսենք, պետք է վիճենք։ Նույնիսկ մարդը եւ կինը 25, 30, 40 տարի իրար հետ ապրել են, ելի որոշ թեմայի շուրջ սկսում են իրար հետ կռիվ անել։ Այո։ Հիմա տեսեք տարբեր են բաները, դրա համար միասնության համար ինքը շատ պետք է լավ նախ գիտակցություն ունենալ, լավ կրթություն ունենալ, լավ բարություն ունենալ, սեր ունենալ մյուսի նկատմամբ, կամեցող լինել։ Այո։ Ու այսպես մենք կունենանք մի լավ ազգ,
եւ մեր ազգով միշտ կհբարդանանք, մինչեւ ասենք մեր վերջը կգա մյուս։ Հուսանք ուշ կգա։ Գագիկ ջան, շատ շնորհակալ եմ ձեզ ինձ հյուրընկալելու համար։ Նորից եմ կրկնում, շատ հիասքանչ տաղանդավոր բժիշկ, անպայման փորձեք այցելեք, Գլենդելում է ձեր գրասենյակը, զանգահարեք, կպայմանավորվեք։ Հուսամ շուտով նորից կհանդիպենք։ Ես էլ շատ շնորհակալ եմ, որ դուք ինձ հյուրընկալեցիք ձեզ մոտ, շատ լավ բարձր մակարդակով, շատ սիրով, եւ ես ցանկանում եմ, որ նաեւ դուք ձեր ուղղության վրա կարողանաք հայ ժողովրդին եւ ոչ միայն հայ ժողովրդին օգնություն ցույց տալ։ Էմիգրացիայի այդ բաները շատ ծանր բաներ են, շատ մարդիկ տագնապալի վիճակներ են ապրում, ասենք, ու մարդկանց կարողանաք մտնել այդ մարդկանց վիճակի մեջ եւ ես հույսով եմ եւ ես գիտեմ ձեր մասին մեծ ինֆորմացիա ունեմ, բոլորի մասին ունեմ միջայլոցին վրացա, որ դուք շատ լավ եք աշխատում, շատ դրական ազդակներ կան, որովհետև այդ ամեն ինչը եթե դու լավ բան ես անում, խոսում է այդ ամենը։ Խոսում է այդ ամենը։ Տեսեք այն ժամանակ, երբ որ ռեկլամը չգիտենք ինչ բան էր, սովետական միության համակարգում այլ երկրներից գալիս էին իմ մոտ Հայաստան բուժման։ Եվ իմ երեխաները, իմ աշակերտները, ուրեմն մի բան էին կազմել, քարտեզ էին տվել, եւ այդ քարտեզով տարբեր մադիտներով գիծ էին անում, որ երկրից եկան Երևան քաղաքը, ու ասենք դա չկար, չէ՞, ռեկլամ չէին անում, բայց մեկը խոսքի ուժը, այդ խոսքի ուժն է, որ ասում է թռնում է, ասենք, այդ տարածության մեջ։ Այդ մարդիկ տարբեր երկրներից գալիս էին։ Բայց ես էլ ուզում եմ, որ տարբեր երկրներից այդ բոլոր մարդիկ, որով գալիս հավաքվում են, դուք կարողանաք ճիշտ ուղղության վրա տնել իրան, նորից ու նորից շնորհակալություն եմ հայտնում ինձ, ձեզ բոլորիդ։ Շնորհակալություն։